Պարոն Խաչատրյան, ակտիվորեն նախապատրաստվում են բոլոր ուժերը գրեթե ընտրություններին, 3 ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, օրերս էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքն է գլխավորելու դարձյալ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը, վարչապետի թեկնածու է, ավելին ասաց, որ չի հանգստանա, մինչև այս իշխանությանը չհեռացնի։ Ուրեմն երբեք չի հանգստանալու ինքը, սա մեկ, երկրորդը Ռոբերտ Քոչարյանի մասին պետք է ասեմ, որ այսօր հայ ինքը հեղինակություն ունի, բայց հակահերոսի տեսքով, այս հայ ժողովրդի հակահերոսի տեսքով, մարմնավորում է օլիգարխիան, մարմնավորում է պետական ինստիտուտների թուլացումը, մարմնավորում է, թե ինչպես կարելի է հարստանալ լինելով երկրի նախագահ մի քանի տարում դառնալ միլիոնատեր, գուցե եւ միլիարդատեր, եւ սա իհարկե հայ ժողովուրդը չի մոռացել, լավ հիշում է եւ ընտրություններին հաստատ այդ հիշողությունը թվային արտահայտությամբ կտեսնենք։ Տեսեք, քննադատում է բավականին կոշտ այս իշխանության որտեղած եւ ներքին եւ արտաքին քաղաքականությունը, այդ թվում եւ տնտեսական, ասում է պետական բյուջեն դարձել է Նիկոլ Փաշինյանի եւ նրա փոքր խմբի, այսպես ասենք, օգտագործման առարկան։ Հա, բայց դուք օրինակ լինելով լրագրող եւ շատ եք շփվում, չէ՞, ազգային ժողովի կառավարության ներկայացուցիչները, այդ ինչով է բյուջեն դարձել մեր գրպանի բյուջեն, մեր ապրելակերպով, մենք ոնց ապրել ենք, այդպես էլ ապրում ենք։ Ես ինքս բնակվում եմ, չէ, Երևանում եւ Սյունիքում, Գորիսա բնակ եմ, եւ իմ ժողովուրդը լավ գիտի, որ ես այսքան պաշտոններ զբաղեցնելով երբևէ որևէ նյութական արժեքներ ձեռք չեմ բերել, ոչ Գորիսում, ոչ Երևանում, ոչ միտեղ։ Եվ դա որդեգրված է մեր իշխանության կողմից, ինչ վերաբերում է տնտեսությունից, թող ընդհանրապես տնտեսությունից չխոսի, տնտեսությունը մեր գալուց 2.5 անգամ բյուջեն աճել է, բանակի ծախսերը 3-ից անգամ են աճել, ամեն տեղ աճ, դպրոցներ, դպրոցաշինություն եւ ուրիշ ոչ մի բան։ Իսկ իր կառավարման ընթացքում 6-7 ամսով խեղճ թոշակառուների 3000-4000 դրամներն անգամ չէին տալիս, ինչքան մարդ մեռավ սովից, ցրտից, չգիտեմ էլ ինչից։ Այն ժամանակ վիճակագրությունը տենց հստակ չէր երևում, տենց ինտերնետային ցանցեր էլ չկային, որ ֆիքսվեին, հիմա շատ ուժեղ պատկեր կունենանք այդ մասին։ Ընդհանրապես ինքը խոսալու տեղ չունի այս երկրից եւ իր պատկերացումները խեղաթյուրված են։ Ես ամենագլխավոր հակասությունը իր պատկերացումների մեջ նա է, որ ինքը չի տեսնում Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ ինքնիշխան պետություն։ Ինքը տեսնում է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կամ չգիտեմ Բելարուս, Ռուսաստան կցորդ ինչ-որ մի պետություն, որտեղ իր նմանների կառավարումը շատ հեշտ կլինի, նշանակովի կլինի, այս երկիրը պատկերացնում է որպես օֆիսային տարածք, եւ այս երկրի ռազմավարական նշանակության օբյեկտները ինքն է հանձնել Ռուսաստանի Դաշնությանը եւ մինչեւ հիմա մենք չենք կարողանում այդ հետևանքները վերացնել, ինչի մասին է խոսում, ինքը ինչ իրավունք ունի ընդհանրապես տնտեսությունից, ժողովրդավարությունից եւ ընդհանրապես ժողովրդավարությունից չի խոսում, ոնց ես հասկանում եմ։ Այդ մարդը այս ամեն ինչի, այս արժեքների, ժողովրդավարական արժեքների չընդունողն է եւ հակասող կերպարն է։ Ընդդիմության հնարավոր միավորումը չի մտահոգում քաղաքացիական պայմանագրին, որ հետընտրական գոնե արդեն process-ներում կարող է կորցնել իշխանությունը եւ օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանին այս անգամ հաջողվի միջև քո կմաշեցնի իշխանության։ Ընդդիմությունը ամեն ինչ անելու է, ցանկացած մարտավարություն օգտագործելու է, որպեսզի որոշակի հաջողությունների հասնի։ Ես չեմ բացառում, որ կմիավորվեն կամ չեն միավորվի, ինչում որ իրենք տեսնեն, որ կարող են հաջողության հասնել, այո, դա կազմակերպեն։ Այսօրվա դրությամբ այո Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է հայտնի, որը Ռոբերտ Քոչարյանն է, մեր ձևով շարժման կամ ուժեղ Հայաստան շարժմանը դեռևս հայտնի չէ։ Սամվել Կարապետյանն է իրենց։ Դե Կարապետյանն է, բայց Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ падգամավոր, առավել եւս ոչ վարչապետ, որովհետեւ Հայաստան Հանրապետության Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները արգելում են։ Հետևաբար դա չի կարող տեղի ունենալ ընդհանրապես եւ ես չգիտեմ, չեմ պատկերացնում, թե իրենք ոնց են սահմանադրական նորմերի այդ կարգավորումների պարագայում առաջադրում, ասենք, Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու, նման բան չի կարող լինել։ Իշխանությունը փախնում է քաղաքացիական պայմանագրի ոտերի տակից։ Ինչու՞։ Հարցնում եմ։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 21 թվականին շատ ավելի ծանր ընտրություններ է անցկացրել պատերազմից հետո,
Այն ժամանակ մենք ժողովրդին տվել ենք խոստում, ասել ենք այսպես կլինի, ծրագրերն ենք մեր ներկայացրել եւ Փառք Աստծո այսօր այդ խոստումները կատարված են մեծամասամբ բոլոր գրեթե Արցախը օբյեկտիվորեն կապված չէր Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունից կամ կամքից կամ հայ ժողովրդի կամքից Արցախը աշխարհակաղակական այլ process-ների մեջ արդեն ընկղմված էր շատ վաղուց Արցախը բայց կառավարությունը ինչը որթե գրել է ինչը խոստացել է արել է կապված զինված ուժերի անվտանգային համակարգի տնտեսության կրթության մշակույթի բնագավառ բոլոր բնագավառներում մենք ունենք շատ մեծ ձեռքբերումներ բայց նաև խնդրում եմ հաշվի առեք որ այդ ձեռքբերումները եղել են պատերազմների վայրիվերումների քաղաքական աղետների պայմաններում բոլոր այդ տարիները դե պատկերացրեք որ խաղաղ տարիներ լինեին ինչպես արդեն հիմա է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ իշխանությանը ինչպիսի արդյունքներ կհաջողվեր արձանագրել